Բարի Կիրակնորյա լույս ձեզ սիրելի քույրեր եւ եղբայրներ, Աստվածասեր ընտանիք, սիրելի հայր ջան։ Աստծո կամքով Հիսուս Քրիստոսյանով շատ ուրախ եմ նորից ուղի եթեր մտնել եւ գտնվում եմ Սուրբ Աննա եկեղեցու մոտ։ Իմ այլ ասել մշտական այսն է լինում հաղորդության օրերը եւ իհարկե հաղորդություն չկա, որովհետեւ մինչեւ Սուրբ Զատիկ, Սուրբ հաղորդություն 40 փորձության օրերն են եւ 47 շաբաթ 49 օր տևում է պահքը 50-րդ օրը բարեկենդանից մինչեւ Սուրբ հաղորդություն Հիսուս Քրիստոսի հարության օրը սիրելիներս եւ այս կիրակին անիրավ տնտեսի կիրակին է անցած է եղել է անարակ որդու եւ ասել եմ նա անցած կիրակի որ անիրավ տնտեսի հետ կապված այսինքն այս շաբաթվա եւ սիրելիներս պատգամը լսեցինք քահանայի Տեր հայրի եւ սիրելիներս ամենակարևոր խոսքերն են այս առակի հետ կապված եւ իմաստն են հաղորդում մեր կյանքում որ սիրելիներս որտեղ մեր գանձերն են, այնտեղ էլ մեր սրտերն են սիրելիներս ցավալու։ Եթե մեր համար կարևոր է փողը, մեր սիրտը միշտ կցավի փողի վրա։ Եթե մեր համար կարևոր է հոգևոր հարստությունը, մեր սիրտը ամենաշատ կցավի հոգևոր հարստության վրա, որը որ Աստծուց է սիրելիներս, ի վերուստ է տրված ձեզ, երբ որ դուք ի վերուստ ծնված եք լինում, ապաշխարած եք լինում։ Եվ Աստծուն, իսկ կայսրինը ինչպես գրքում է, այսինքն փողով սիրելիներս, իսկ Աստծու խոսքը Աստծու խոսքով, ուրիշ ոչ մի փոխանակում չի կարներ, փողը եւ Աստված չի կարա իրար հետ համագործակցեն սիրելիներս, միայն կարող է փողը ծառայի Աստծուն եւ ամեն ինչը, ինչ որ դուք անում եք, թե TikTok-յան հարթակում, թե Facebook-ում, թե ամեն ինչում սիրելիներս, ողողված է սատանիզմով, պղծությունները, բայց թող լինի սուրբ Աստծո խոսքով սիրելիներս, որ մարդիկ մտնեն, որպեսզի Աստծո խոսքը ճանաչեն, Աստծուն ճանաչեն, փրկվեն, իրավերուց ծնված լինեն եւ հավիտենական կյանքում լինեն իրենց հետ սիրելիներս։ Եվ բոլոր եղեք սիրելիներս Աստծո խաղաղությունով, սիրով, Աստծո անզուգական սերը, անսահման սերը թող բոլորի ընտանիքներից անպակաս լինի, ամենակարևորը, լավ կացեք։